Մենք խոսելու ենք մի մարդու մասին, ով ողջ կյանքի ընթացքում սիրեց իր ազգին, նրա լեզուն, մշակույթը և հոգին։ Հովհաննես Թումանյանը մեր ժողովրդի մեծ բանաստեղծը, մանկագիրն ու հրապարակախոսը, իր ստեղծագործություններով ոչ միայն զարդարեց հայ գրականությունը, այլև ձևավորեց ազգային մտածողությունը, սերմանեց բարության, հայրենասիրության և մարդկային բարձր արժեքների սերմերը։ Թումանյանի բանաստեղծություններն ու պատմվածքները մեզ սովորեցնում են տեսնել կյանքը, կյանքի խոհեմությունը, զգալ հոգու խորքը և գնահատել մարդկային նուրբ զգացմունքները։ Այս դասին մենք կանդրադառնանք նրա ստեղծագործությունների գեղեցկությանը, դրանց իմաստին ու ազդեցությանը մեր կյանքում։ Եկեք բացենք մեր մտքի և սրտի դռները երեխաներ, և Թումանյանի բառերը կմտնեն մեր հոգին, մեզ սովորեցնելով գեղեցկությունը, բարությունը և հայրենասիրությունը։ Համամիտ եք ինձ հետ։ Այո։ Էցեք երեխաներ։ Իսկ հիմա ես կուզեմ ձեզ լսել։ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականին, մահացել 1923 թվականին։ Նա ապրել է 54 տարի։ Այսօր նշում ենք նրա 157-ամյակը։ Հովհաննես Թումանյանը գրել է տարբեր ստեղծագործություններ տարբեր տարիքի մարդկանց համար։ Հովհաննես Թումանյանը համարվում է ամենայն հայոց բանաստեղծ։ Ապրեք, շատ ապրեք։ Պայքար։ Հովհաննես Թումանյանը գրել է քարտեզներ, պոեմներ, արակներ, հեքիաթներ և բալլադներ, այո, ճիշտ է։ Քարյակներից խնդրեմ, տեսնեմ, Կովկասի, Դավիթ։ Ինչքան ձեռքից եմ վարվել ու ուր եմ դարել, լույս տվել, լույս տալով եմ սպառվել։ Ապրես, Մարի։ Ուր կորան մոտիկներս, ուր կորան, ինչքան լացիծեն, չտվին լուր կորան։ Կեցես, Թեմուր։ Լիներ հեռու յուն, լիներ հանկարդարքում, երազի մեջ երջանի, հաշտուղան մարդկություն։ Մաքս։ Մի հավսակի ես միով, թրավ գնաց վիրավոր, թրջում եմ իշ մի մտքում, թևը անոտ ու վարով։ Կեցեք, ապրեք, Էդուարդ։ Հին աշխարհքը ամեն օր, հազար մարդ է մտնում նոր, հազար տարվա փորձն ու գործ, սկսվում է ամեն օր։ Լավ, ապրես։ Արսեն։ Իմ սուր արթունական ջումնի խորձանը մի շնչում անհունանքում կարատով իրեն
ապրեք, նստեք, ասամարի, ահա, Երազումս մի մատքի, մոտս եկավ հասմունքի, աստված պահի կողոտում, ոնց էր համել զաքի։ շատ ապրեք, տեսնեն, ով է ասում Լյուսի, Ինչքան ցավ եմ տեսել ես, նենգուդալ եմ տեսել ես, տարել, ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես։ ապրեք, շատ ապրեք, Դավիթ, Դուր եմ փախչում ինձ խաբում, հազար կապ է ինձ կապում, ամենքի հետ ապրում եմ, ամենքի չափ տարապում։ կեցես, շատ գեղեցիկ էր, Հովհաննես ապրեք, Թումանյանը գրել է նաև ասացվածքներ։ Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը։ կեցես, ասամարիա, Գերազանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են։ ապրեք, Ինչ հաջողություն, ինչ խելք, ինչ անջար, դատարկ բաներ են բոլորը, կարևորը մարդուց բախտն է։ շատ լավ է, ապրեք, Դավիթ, Իմ պապիկ Թումանյանն է, խոսքը հեքիաթ սիրտը լույս, նրա տողերով ես մեծացա, լոճվեց հոգից երազ ու հույս։ Ինչքան ցավ եմ տեսել ես, նենք ու դավ եմ տեսել ես, տարել, ներել ու սիրել, վատը լավ եմ տեսել ես։ շատ ապրեք, Սեն, ասա տեսնեմ, Մնացել է վերցում ես, հաղթանակի երթում ես, անձեն կանցելով կա, նիմիկը կա հերթում ես։ լավ, ապրես, Մարիասա, Ուր կորան ոտիկներս, ուր կորան ինչքան լացի ձերածի ձեր չտվի լուր կորան։ շատ ապրի մաղջիկը, ով է ասում Անգելինա, Ես շնչում եմ միշտ կենթանի ացու շունչը ամենուր, ես լսում եմ նրա անդուր կանչնում ունչը ամենուր, վեհացնում եմ ու վերացնում ամենալուր իմ հոգին, տիեզերքի խոր մեղեդին ուրմ ունչը ամենուր։ ահա, Դավիթ, Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են տանջելու համար, տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար, եւ ամենից քիչ հենց սրանք են աշխարհում։ շատ լավ ապրես իմ տղա, ասեմ, Հոգիստանը հաստատվել տեզերքն է, որ պատել տեզերքի տերն եմ ես, ով է արդյոք նկատել։ շատ ապրես, Թեմուր ջան, ասա տեսնեմ, Լինել հեռու մի անկյուր, լինել արդար մանկանքուր, երազի մեր երջանիկ, հաշտ ու խաղաղ մարդկություն։ շատ լավ, երեխաներ, դուք գիտեք չէ, որ Հովհաննես Թումանյանը շատ փոքր տարիքից է ստեղծագործել, ճիշտ է, ահա, ով կարող է ասել դրա մասին, ինչ կասեք, Լիլիթ ջան, ասա տեսնեմ, Հովհաննես Թումանյանը շատ փոքր տարիքում ստեղծագործել է, 4-րդ դասարանում նա սիրահարվել է մի աղջկա։ ապրես, Հոգուց հատոր սրտից կտոր դասից համար դու մի հոգարդ է կան դասեր կան նաև սեր և իր զարմանքի մաղամյակ, որ կենթանի մի պատանի սերը սրտում դաս է սերտում։ շատ ապրես, Լիլիթը մոռացավ ասել, որ հենց այս բանաստեղծությունն է եղել Հովհաննես Թումանյանի գրած առաջին բանաստեղծությունը, ապրեք, ճիշտ է երեխաներ, Լիլիթ, ինչ գիտենք, Երբ նորից ծնվել Հովհաննես Թումանյանը նրա տատիկը չէր թողում, որ նրան օրորեին, որովհետև ասում էր Խելքը գլխի մեջ կտարու բերվի։ շատ ապրես, ուրիշ երեխաներ, ինչ կասեք, ասա Մարի, Որ Հովհաննես Թումանյանը մահացավ իր զավակը Հովհաննես Թումանյանի սիրտը պահել էր իրենց տանը և Հովհաննես Թումանյանի ամենամտերիմ ընկերը Ավետիք Իսահակյանը գնացել էր հյուր և մնացել էր որտեղ պահել են այն սենյակում, որտեղ պահված է սիրտը և նա ամբողջ
Ամբողջ գիշեր չի կարողացել քնել եւ զգացել է, որ նա իր ամենամտերիմ ընկերը նրա հետ է։ Այո, ապրես ճիշտ է։ Երեխաներ, իսկ ինչու Հովհաննես Թումանյանի որդին Արեգը գողացավ Հովհաննես Թումանյանի սիրտը։ Ինչու։ Ով կասի։ Ասա Միլի։ Որպեսզի նրա սիրտը անտերի չշպրտեն։ Այո, դեն չնետեին այն սիրտը, որի մեջ ամփոփված է ամբողջ աշխարհը, շատ ճիշտ է։ Նստիր, այո երեխաներ, Արեգը գողանում է հոր սիրտը եւ տանում պահում իրենց տանը։ Անցնում են տարիներ, Ավետիք Իսահակյանի խորհրդով Օլգան Հովհաննես Թումանյանի կինը այդ սիրտը ուղարկում է Հայաստան, Երևանի պետական բժշկական ինստիտուտ, այնտեղ պահվում է մոտավորապես 35 տարի, 37 տարի եւ դրանից հետո տանում են Լորվա Դսեր գյուղ։ Հովհաննես Թումանյանի սիրտը դնում են մատուռի մեջ, որը նորից կառուցվել է Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի մոտ։ Բաց է։ Շատ լավ։ Իսկ երեխաներ, կասեք Հովհաննես Թումանյանի ընտանիքի երեխաներից ինչ գիտեք դու դրա մասին։ Տեսնեք Սեմ ասա տեսնեմ։ Մենք գիտենք, որ Հովհաննես Թումանյանի մայրը անգրագետ է, իսկ նրա տատիկն ու հայրիկը խելացի։ Խելացի եւ գրագետ էին, կրթված էին, ոչ թե խելացի, չէ՞։ Եվ նրա ուսմամբ զբաղվել են հենց հայրն ու տատիկը, առավելապես տատիկը, շատ ճիշտ է։ Ուրիշ երեխաներ, ինչ կավելացնեք, ասա Դավիթ ջան։ Հովհաննես Թումանյանը ունեցել է 10 զավակ։ Շատ ապրես, ճիշտ է, բայց դժբախտությունը չէ պատահել երեխաներ։ Կասեք Լյուսի ջան, ասա տեսնեմ։ Հովհաննես Թումանյանի երեխաներից մի քանիսը մահացան եւ Հովհաննես Թումանյանը խոր վիշտ տարավ։ Ապրեց խորը վիշտ եւ դա արտացոլվեց իր որոշ ստեղծագործությունների մեջ։ Կասեք երեխաներ, որոնք էին այդ ստեղծագործությունները, որտեղ վիշտ կար, ցավ կար, կորուստ կար, մահ կար։ Անուշ պոեմը շատ ապրես, Մարի։ Մարոն, ապրես, ասա։ Գիքորը պատմությունը, որը շատ տխուր պատմություն է, այո, ճիշտ է։ Նա ուզում էր իր նանին, նա ուզում էր իր աղբյուրի ջուրը եւ նա ուզում էր իր գյուղը։ Ապրես, շատ ճիշտ է, եւ այդ կարոտներ, վիշտներ, ցավներ, կսկիծներ, տանջանքներ, որ նրան հասցրեց ի վերջո մահվան։ Շատ ապրեք երեխաներ։ Երեխաներ Հովհաննես Թումանյանը մի շատ գեղեցիկ ստեղծագործություն ունի, որն ամբողջ հայ ժողովուրդը գիտի, անգիր գիտի, կարծում եմ նաև դուք գիտեք, դա շունն ու կատուն է, որը գլուխգործոցներ, կարելի է այսպես ասել, իր ստեղծագործությունների։ Եթե Հովհաննես Թումանյանը ոչինչ չգրեր, միայն շունն ու կատուն գրեր, ինքը նորից կլիներ այսքան հայտնի եւ այսքան սիրված, որովհետեւ շունն ու կատուն բոլոր ժամանակների, բոլոր մարդկանց մասին է։ Այդ եկեք մի փոքր հատված հիշենք, այն օրվանից մինչև շունը բանը չի մոռացել, մտքում բանը պահում է, որտեղ ապրի պատահում է, վերադրջում, իրեն հետ աուզում։ Այո երեխաներ, այս ստեղծագործությունը իսկապես հայ գրականության մեջ կարելի է համարել մարգարիտ ստեղծագործություն։ Լավ, իսկ հիմա մենք ունենք մի փոքր այսպես հետաքրքիր ինտերակտիվ խաղ, որը հենց Հովհաննես Թումանյանի հետ է լինելու։ Հեյ ագահ մարդ, հեյ անգող մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ, քանիսն անցան քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ, ինչ են տալել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ, խաղաղանցիր, ուրախանցիր, երկու օրվան ես ճամփեր, հարցես, սիրելի, երրորդ դասարանի իմ փոքրիկ բարեկամն է, շատ ուրախ եմ, որ այսօր հանդիպում եմ ձեզ, եկեք խաղանք, մտածենք ու զրուցենք միասին, ասեք ինձ երեխաներ, որ հեքիաթի հերոսն է ձեզ ամենաշատ
շատը դուր գալիս։ Ապա տեսնեմ, բոլորս միասին, դա կարծում եմ մենք շատ քննարկեցինք ու գիտենք։ Շատ ապրեք, շարունակենք, տեսնենք, թե Հովհաննես Թումանյանն ինչ է խոսում։ Միշտ հիշիր, որ հեքիաթն աչքի համար է, իսկ խրատը հոգու։ Շատ լավ ընտրություն է։ Տեսնում եմ, դուք սիրում եք խելացի ու բարի հերոսների։ Դա նշանակում է, ձեզ սրտերը ճիշտ տեղում են։ Սիրելի երեխաներ, ասեք, ինչն է ավելի կարող։ Խելացի լինելը, թե բարի լինելը։ Ասեք երեխաներ, որն է ավելի կարևոր։ Շատ ապրեք, համաձայն եմ ձեզ հետ շարունակենք։ Ասում, խելքը ուժ է, բայց բարությունն է, որ մարդ է դարձնում մարդուն։ Ես հպարտ եմ ձեզնով։ Իսկ ով կարող է ասել, ինչու է պետք գիրք կարդալ։ Ինչու է պետք երեխաներ գիրք կարդալ, ասա։ Որ խելացի լինեն։ Շատ ճիշտ է, Վարդան։ Հեքիաթների լինեն։ Այո, ճանաչենք մեր հեքիաթները։ Կրթվենք, շատ ճիշտ է։ Որ գիտեն ստանան։ Ապրես Նարեկ ջան, ճիշտ է, Էդվարդ։ Զարգանան։ Լավ, ապրեք։ Ասա, պայքար ասա։ Մեր հոգին մաքրվի։ Ապրես, Թեմուր։ Որ զարգանան գիտելիքներով եւ լիքը բանտություններով։ Ապրեք, շատ ճիշտ է երեխաներ, շարունակենք հետևել։ Իսկ դուք արդեն գիտեք, ինչպես ընտրել լավ ընկերներ։ Եկեք տեսնենք, ուշադրություն ունեք, շատ խելացի եք մտածում։ Հեքիաթները մեզ սովորեցնում են, թե ինչպես ապրել ու մարդ մնալ։ Երրորդ դասարանի սիրելի երեխաներ, դուք ուշադիր եք, մտածող ու բարի։ Ես հավատում եմ, որ ձեր դասարանից շատ լավ մարդիկ են մեծանալու։ Եթե ես հիմա այստեղ լինեի, բոլորիդ կասեի, ապրեք, շարունակեք սովորել ու լավ մարդ դառնալ։ Շնորհակալ եմ խաղի համար։ Սիրելի երրորդ դասարանի աշակերտներ, հիշեք, գիտելիքը լույս է, բարությունը ուժ, մինչ նոր հանդիպում։
երեխաներ, հավանեցիք անակնկալը։ Ապրեք։ Երեխաներ, կարծում եմ շատ գեղեցիկ դաս ունեցանք, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ առաջին հերթին, որ այսքան պատրաստված, ինչքան որ հնարավոր է տեղեկատվությունը դուք վերցնում եք եւ ամեն բան փորձում եք մտապահել, հիշել, գտնել։ Շնորհակալություն ձեզ, այսքան լավը լինելու համար, այսքան խելացի լինելու համար, դուք իսկապես որ Հովհաննես Թումանյանի արժանի զավակներն եք, հետնորդներն եք, իսկ մյուս շնորհակալությունս ուզում եմ հայտնել ձեր ծնողներին, ովքեր ամեն բան անում են, որպեսզի դուք կարողանաք հավուլ պատշաճի ներկայանալ։ Շնորհակալություն նաև գրքի համար, որ նվիրեցինք դպրոցի գրադարանին։ Ապրեք, կեցեք, միշտ առաջ, միշտ միասին։ Ես ձեզ շատ եմ սիրում եւ շնորհակալ եմ ևս մեկ անգամ։